Ողջույն սիրելի ընկերներ, այսօր միասին կպատրաստենք մի շատ հետաքրքիր աղցան, որի անվանումն է շպրոտ մուշտակով։ Կարծում եմ առաջին պահից հիշեցիք սելց մուշտակով աղցանը, սակայն ասեմ, որ շպրոտով նույնպես շատ համեղ է ստացվում, կարող եք փորձել։ Շպրոտ սիրողները շատ կհավանեն և ասեմ, որ բոլորովին այլ համային երանգներ է ունենում այս աղցանը։ Այս աղցանի պատրաստումը սկսում ենք սոխից։ Սոխը մանր կտրատում ենք, տեղափոխում ենք հարմարավետ տարայի մեջ, վրան ավելացնում ենք 1 ճաշի գդալ 70%-անոց ուքսուս, 1 թեթև թեյի գդալ շաքարավազ և նույնչափ աղ։ Պետք է վրան ավելացնենք եռացած ջուր և այդպես թողնենք 15 րոպե։ Եվ 15 րոպե անց տեղափոխում ենք մաղի մեջ և թողնում ենք, որպեսզի ամբողջովին ջրքամվի։ Իսկ մինչ այդ մենք նախապես արդեն եփած ենք լինում գազարը, բազուկը և կարտոֆիլը։ Մեզ նաև անհրաժեշտ է լինում 2 հավկիթ, դա նույնպես նախօրոք եփում ենք։ Եվ երբ բոլոր բաղադրիչները պատրաստ են, սկսում ենք հավաքել մեր աղցանը։ Շերտերի դասավորությունը կարող եք որոշել ինքներդ, սակայն մեկ խորհուրդ՝ ձկան շերտը ցանկալի է, որպեսզի լինի կենտրոնում, որպեսզի համը հավասարաչափ տարածվի։ Եվ կցանկանայի ևս 2 խորհուրդ ավելացնել։ Առաջինը՝ բանջարեղենը եփեք թույլ աղաջրով, քանի որ այդպես շատ ավելի համեղ է ստացվում։ Երկրորդ խորհուրդը՝ եթե ուշադիր հետևում եք հոլովակը, ապա նկատած կլինեք, որ բոլոր քերված բանջարեղենների վրա ավելացնում եմ մարինացված սոխը, խառնում եմ և տարածում։ Այդպես շատ ավելի համեղ է լինում։ Վերջին շերտը կարող եք ձևավորել ձեր ցանկությամբ, պարտադիր չէ, որ հավկիթ լինի, չնայած որ ես այսպես եմ նախընտրել այս անգամ, բայց դուք կարող եք նաև ձևավորել, եթե սիրում եք, նռան հատիկներով, շատ գեղեցիկ է լինում և շատ համեղ։ Եվ վերջում ավելացնեմ, որ աղցանը ունենում է շատ նուրբ ընդգծված համ, քանի որ սոխը արտահայտից չէ, իսկ ձկան համը շատ համահունչ է այս բանջարեղենների հետ։ Կարող եք վստահորեն փորձել։ Այսօր էլ այսքանը, իսկ ինձ մնում է ասել՝ մնացեք խաղաղությամբ և սիրով։ Կհանդիպենք շուտով։